Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սույն նախագիծը քննարկվել է եւ կառավարությունում եւ ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում ստացել դրական եզրակացություն, կառավարությունը եւս նախագծի ընդունման վերաբերյալ առարկություններ չունի։ Միայն ուղղակի օգտվելով առիթից կխնդրեմ գործընկերոջս պատգամավոր Հայկ Սարգսյանին նաև հիշել, թե ինչ գործընկերային մթնոլորտում են անցել մեր բոլոր քննարկումները, ավելին բացի պաշտպանության նախարարությունից այդ ժամանակ այլ գերատեսչությունները եւս ունեցել են նկատառումներ, որոնք դուք ընդունել եք նաև պաշտպանության նախարարության նկատառումները, մեր դիտարկումները եւ ինձ համար ուղղակի տարակուսելի է, որ ունենալով քննարկումների հնարավորություն այս ամբիոնից վերհիշել նախապատմության մեջ նաև դժգոհության էլեմենտներ ներառող ելույթով հանդես գալ, ամեն դեպքում կարծում եմ, որ պաշտպանության նախարարություն եւ պատգամավոր փոխգործակցությունը եղել է շատ գործընկերային, շատ արդյունավետ եւ դուք մշտապես հնարավորություն եք ունեցել ձեր խնդիրների եւ դժգոհությունների մասին գործընկերային մթնոլորտում մեզ հայտնել։ Ուստի կառավարության որպես ներկայացուցիչ խնդրում եմ կողմ քվեարկել, միաժամանակ նմանատիպ հարցերը քննարկել մեզ հետ նաեւ ունեցած այն հարթակում, որը ստեղծվել է իդեպ կառավարության հենց նախաձեռնությամբ ձեզ հետ ձեր բարձրացրած խնդիրները քննարկելու եւ օրենսդրական նախաձեռնությունները ավելի որակյալ դարձնելու համար։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն, հարցերի համար գրանցում։ Ագնեսա Խամոյան։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, շարունակելով թեման մոտեցումների, փոփոխված մոտեցումների մասով, պարոն Սարգսյանի, այո, նախաբանի խոսքն ըստ էության նրա մասին էր, որ ինչպես կասեր դասականը, ես ճիշտ էի, դուք սխալվեցիք, հիմա լայն հանրությանը կարող եք ներկայացնել, այդուհանդերձ ինչին էր դեմ պաշտպանության նախարարությունը, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, որից հետո փաստորեն դուք կողմ եք արտահայտվել պատգամավորի առաջ քաշած նախաձեռնությանը, որովհետև շատ հաճախ հանձնաժողովի նիստերը այն լուսաբանումը չեն ստանում, ինչ լիագումար նիստերը, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել պաշտպանության նախարարության դիրքորոշման մեջ, որ այդուհանդերձ համաձայնել եք այս նախաձեռնությանը, որ բանակից փաստորեն խուսափածները կարող են որոշակի գումարի 15 միլիոնի դիմաց ազատվել փաստորեն պատասխանատվությունից եւ չենթարկվել քրեական պատասխանատվության։ Ես հնարավորություն եմ տալիս ամփոփ ներկայացնելու իրավիճակը, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ եմ, որ հնարավորություն եք տալիս եւ տեղեկացնեմ, որ մինչ այդ, եթե դուք իմ ելույթը լսեցիք, Հայկ Սարգսյանը ելույթում նշեց, որ ես ներկայացրել եմ լրացուցիչ հիմնավորումներ եւ մեր տրամադրած լրացուցիչ տեղեկատվության, ինչպես նաեւ Հայկ Սարգսյանի լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պատգամավորը ներկայացրել է իր բարձաբանումները, իր լրացուցիչ հիմնավորումները, որոնք պաշտպանության նախարարության համար դարձել են ընդունելի։ Նաեւ սրան նպաստել են մի շարք քաղաքացիների խնդրանքները, դիմումները, ովքեր օրենքի անցումային դրույթում ժամկետի արկայության պատճառով հնարավորություն չեն ունեցել դառնալ այս օրենքից օգտվելու շահառուն, այդ իսկ պատճառով մենք եւս գնացել ենք ընդառաջ եւ այս փոփոխության արդյունքում մի շարք քաղաքացիներ եւս կկարողանան գումարի կամ ծառայելու դիմաց ստանալ հնարավորություն հետապնդման ենթարկված չլինելու մասով։ Լրացուցիչ հիմնավորումների շնորհիվ է եկել պաշտպանության նախարարությունը այս եզրահանգմանը, դա է կարճ պատասխանը։ Համեցեք արձագանք։
Ավելի կարող եք բացել ինչ լրացուցիչ հիմնավորումների մասին է խոսքը, Ավելին- ավարտեմ իմ խոսքը, Ներողություն։ որովհետև դուք որպես պաշտպանության նախարարություն մտավախություն չունեք, որ սրանով ըստ էության վարքագիծ է դրսևորվում քաղաքացու մոտ, պարոն Բագրատյանն էլ սրա մասին բարձրաձայնեց, որ փաստորեն քաղաքացին կարող է մինչև 18 տարեկանը դուրս գալ քաղաքացիությունից, հետո լինել այլ երկրում, հետո վերադառնալ, գումարը մուծել եւ շարունակել փաստորեն ապրել գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետությունում։ Խոսքը դրա մասին է։ Դուք մտավախություն չունեք, որ ընդհանուր սա վարքագծային տրամաբանության շրջանակներում կարող է որոշակի ըստ էության խնդիրներ առաջ քաշել եւ հիմնական նաեւ հիմնավորումը այն էր պատգամավորի ներկայացրած, որ այդ գումարով հնարավոր է պահել պայմանագրային զինծառայողի։ Արդյոք մենք այս հարցերը էլի են քննարկվել, բայց այդուհանդերձ արդյոք մենք չունենք մարդաքանակի խնդիր պայմանագրային զինծառայող գումարը կա շատ լավ, մարդը կա պայմանագրային պահելու համար։ Այս հաշվարկները կան թե չկան։ Այս փոփոխված մոտեցումների տրամաբանության շրջանակներում եմ հարցնում, որտեղ հարցերը քննարկվել են։ Շնորհակալ։ Շնորհակալություն։ Նախ նշեմ, որ ձեր ներկայացրած տրամաբանությամբ, երբ որ կարող են գնալ քաղաքացիություն չունենալ հետո գալ, այս օրենքից կարող են օգտվել բացառապես այն քաղաքացիները, որոնց նկատմամբ արդեն իսկ հարուցված է քրեական հետապնդում։ Այսինքն տվյալ հանցակազմի իմաստով մեղադրանք առաջադրված է բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր ունեն սահմանադրական պարտականություն զինված ուժերում որպես ժամկետային զինծառայողներ ծառայելու համար։ Հետևաբար սա վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր քրեական պատասխանատվության ենթարկվելու հնարավորություն ունեն իրենց կարգավիճակով պայմանավորված, այսինքն իրենք մեղադրյալներ են եւ իրենց նկատմամբ հայտարարված է հետախուզում իր բոլոր հետևանքներով, ընտրված է խափանման միջոց եւ այդպես շարունակ։ Երկրորդը, ինչ վերաբերում է, թե մենք ունենք արդյոք կարիք, թե չունենք, դա մյուս օրենքի ընդունման ժամանակ ներկայացնելիս նաեւ թե հանձնաժողովում ձեր գործընկերների մասնակցությամբ քննարկելիս, թե ընդհանուր առմամբ մշտապես ասվել է, որ խրախուսվում է զինված ուժերում պայմանագրային զինծառայողների ներգրավվածությունը։ Իհարկե սա մեկը մյուսի հետ կապել պետք չէ, խոսքը նրա մասին է, որ մարդիկ արդեն իսկ խուսափել են եւ սրա շնորհիվ, ինչպես վիճակագրությունը ներկայացրեց, ոմանք գալիս ծառայում են, իսկ որոշները վճարում են գումար, որով նաեւ վարձատրվում են ծառայող պայմանագրային զինծառայողները։ Արձագանք։